Հունիսի 6-ից 8-ը Վրաստանում տեղի ունեցավ Կիոկուշին կարատեի միջազգային մրցույթ։ Մասնակից երկրների թվում էր նաև Հայաստանը, որը ներկայացնում էր Հայաստանի Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիան, իդեմս Արցախի Կիոկուշին կարատեի վերադարձ ակումբի։ Ակումբի սաները փայլուն հաղթանակ տարան և 11 ոսկե մեդալով վերադարձան հայրենիք։ Վրաստանի միջազգային առաջնությունը բաղկացած էր երկու փուլից։ Այնտեղ մասնակցում էին հիմնական կազմը Վրաստանն ու Հայաստանն էին, բայց նաև կային թիմեր Ղազախստանից, Ադրբեջանից։ Ընդհանուր մրցաշարը բաղկացած էր երկու էտապից։ Առաջի էտապում մասնակցում էին սկսնակ մարզիկները, իսկ երկրորդը դա հենց միջազգային առաջնությունն էր։ Առաջինը դա ուղղակի ընկերական հանդիպում էր Վրաստան-Հայաստան, իսկ երկրորդը դա լուրջ առաջնություն էր, որտեղ համապատասխան քաշ եւ համապատասխան որակավորում ունեցող մարզիկները հանդիպել են իր հետ։ Այս երեխաները շուտ հասունացան։ Նրանք կանգնում էին հացի հերթերում, հետո վազում պարապմունքի, երբեմն սոված կամ կիսասոված, բայց չնայած այս ամեն դժվարություններին, նրանց մոտիվացնել պետք չէր, քանի որ Արցախը իրենցն էր, իրենք էլ Արցախինը։ Մենք ունենք երեխաներ, որոնց ծնողները զոհվել են, մենք ունենք երեխաներ, որոնց ծնողները կամ եղբայրները դժբախտ պատահարի հետևանքով մնացել են այդ բենզինի պայթյունի ժամանակ։ Մեր երեխաների մոտիվացնելը դժվար չէ։ Հենց ամենամեծ մոտիվացիան ինձ թվում է իմ ակումբի անվանումն է՝ վերադարձ, որովհետև վերադարձը դա եւ մոտիվացիա, եւ նպատակ է։ Այո, Հայաստանը մեր հայրենիքն է։ Մենք այստեղ մեզ օտար չենք համարում, բայց մեզ ունենք նպատակ վերադառնալ մեր պապենական հայրենիք, մեր Արցախ։ Երեխաներ, մեր կարգախոսն է մեր նպատակը։ Տեղահանումից որոշ ժամանակ անց Արմեն Ավետիսյանը սկսեց հավաքել իր սաներին, նպատակ ունենալով իրականացնել մարմնակրթական և մշակութային ծրագիր, Արցախի երեխաներին համախմբելով կարատեի շուրջ։ Մարմնակրթականի մասը կայանում է նրանում արևելյան մեր մարտարվեստի Կիոկուշին կարատեի ուսուցումն է, իսկ մշակութայինը, որ կարատեի միջոցով մենք կարողանում ենք երեխաների ամենօրյա շփման ապահովման պահպանենք նաև մեր բարբառը։ Այժմ պատանիները Երևանում են մարզվում, նոր ընկերներ են գտնում, զուգահեռ պատրաստվում են տարբեր մրցույթների և աշխարհի առաջնությանը։ Հուլիսի 6-ից 13-ը Բուլղարիայում անց է կացվելու միջազգային սեմինար եւ աշխարհի գավաթի խաղարկություն։ Միջազգային սեմինարի ժամանակ անց են կացվում մրցավարական, մարզչական եւ դասընթացներ, որոնք ուղղված են մարզիկների, մարզիչների եւ մրցավարների որակավորման աստիճանի բարձրացման վրա, ինչպես նաև նոր տեխնիկական հնարքների ուսուցում եւ այլն շատ հարուստ միջոցառում է, նաև այդ շրջանակներում անց է կացվում աշխարհի գավաթ։ Հայաստանը բավականին մեծ կազմով պետք է մասնակցի, մոտ 50 հոգանոց կազմով պետք է մեկնենք Բուլղարիա, որոնցից 5-ը Արցախից են, Նարեկը Պողոսյան, Վլադիմիրը Թարանյան եւ ունենք նաև երկու աղջիկ Մարիանան եւ Մարինան, որ նույնպես իրենք էլ պետք է մասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը իրենց քաշային եւ տարիքային կարգերում եւ ես վստահ եմ, որ այնտեղից նույնպես մենք դատարկ չեն գալու։ Նրանք անկոտրում են, համառ են եւ քաջ, ունեն մեծ երազանք վերադառնալ Արցախ։ Ես Դանիել Պետրոսյանն եմ Արցախից, ես ծնվել եմ Արցախում։ Ես 4 տարեկանից սկսում արդեն կարատե գալու եւ արդեն 6 տարի է պարաֆում Կիոկուշին կարատեն։ Այս վերջին մրցույթը հրավեր ենք ստացա կեցան Գրուզիա եւ առաջի տեղում գրավա։ Եվ ես նպատակ ունի վերմուքինան Արցախ։ Ես Տիգրան Մեմիրյանում սկսալում կարատե պարապվել 8 տարեկանից,
եւ վերեկանգնեցա Երևան, ես շարունակալ եմ հաճախել Կիոկուշին կարատեն, մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը կրկնակի չեմպիոնում։ Օյամայի գավաթը, որ վեր տեղի է ունեցալ Գյումրիում, մասնակցել եմ եւ գրավում առաջի տեղ։ Մեր վերջի մրցույթը տեղի է ունեցալ Վրաստանում, ես մասնակցել եմ գրավա առաջի տեղ։ Ես Լևոն Բարսեղյանն պարապում 14 տարեկան պարապում Կիոկուշի կարատե արդեն 8 տարի Հայաստանի 6-5-ակի չեմպիոնում այս վերջերս հունիսի 6-8-ը մասնակցանք Վրաստանի առաջնությանը եւ հաղթանք Թորգ Մարզիկին կազախ վերտուշկավ նոկաուտով եւ գրավում առաջի տեղը ու ուզում եմ մեծ հաջողություններ հասնի մեր սպորտաձևավը։ Ես Էրիկ Սարգսյան, ծնվել եմ Արցախում քաղաք Ստեփանակերտում։ Ես 6 տարեկանից քամ կարատե Ռչան Քելիսումիլա Արտուր Արուշանյանին կողքը, հետո վերտեղափոխվել ենք ստը քամ Արմեն Պետրոսյանին կողքը։ Մեր վերջի մրցույթը իլելա Վրաստանում, ես մունք 19 հոգավ քեցալում, 19 հոգավել առաջի տեղ բռնալ ու ես շատ ուրախում վեմ մունք այդքան 19 հոգավ գրեցալենք առաջին տեղ բռնենք։ Ես Վալերի Մկրչյանում ծնվել եմ 2015 թվականին 10 տարեկանում, 4 տարեկանից կյամ կարատե, սկզբից քինայեցում Լագոր Ռադամյանի կողքը, հետո վերտեղափոխվել ենք ստեղ, ես կյամ Արմեն Պետրոսյանի կողքը։ Ես արդեն 6 տարի պարապում։ Ես մասնակցում Հայաստանի առաջնությանը եւ Օյամայի գավաթին ու հաղթալում Պերվեյում փռնալ։ Եվ մասնակցալում Թբիլիսի ու հաղթալում այնտեղ։ Ես Բաբայան Ալեքսանդրն եմ 19 տարեկան։ Ես զբաղվում Կիոկուշին կարատեով 7 տարեկանից մինչև 19 տարեկանը։ Ես 2013 թվականին պարապում եմ Արմեն Պետրոսյանի կողքին։ Ես այս տարի մասնակցում լիքը մրցույթների գրավալում կրկնակի Հայաստանի չեմպիոնում, Կովկասի չեմպիոն, Օյամայի չեմպիոն ու միջազգային չեմպիոն։ Ես Մելքումովա Մարիամն եմ, 10 տարեկան, ես ծնվել եմ Հայաստանում, ես կարատե միակ աղջիկն եմ, ես մյուս տարի դարձել եմ Հայաստանի չեմպիոն եւ ես ուզում եմ, որ մենք այս ուժերով վերադարձենք Արցախը։ Ես Տիգրան Հովսեփյանն եմ, ծնվել եմ Արցախում, 7 տարեկան եմ, միջազգային եւ Հայաստանի չեմպիոն եմ։ Ես Պետրոսյան Նժդեն եմ Արցախից 11 տարեկան պարապում եմ կարատե 4 տարեկանից դարձել եմ Արցախի չեմպիոն ու ուզում եմ դառնամ իմ պապայիս նման ամենալավ մարզիչը։ Ես Աշոտ Ավագիմյանում Արցախից 15 տարեկան կարատե զբաղվում 10 տարի արդեն, սկզբում պարապալում Սեմպայ Արտուրին կողքին, արդեն 2 տարի պարապում Արմեն Պետրոսյանին կողքին, Հայաստանի բազմայնքի չեմպիոնում, այս վերջերս հաղթալում Վրաստանում, առաջին տեղում գրավել ու պլանավորում դառնամ աշխարհի չեմպիոն։ Հայկ Պողոսյանն եմ, 13 տարեկան, ծնվել եմ Արցախ, Ստեփանակերտ, զբաղվել եմ Կիոկուշին կարատեով 6 տարեկանից, մինչև հիմա զբաղվում եմ, գրավել եմ Հայաստան առաջի տեղեր եւ այս վերջի մրցումների Գրուզիա գրավել եմ առաջի տեղ։ Ես Գոր Գասպարյանն եմ, 10 տարեկան եմ, ծնվել եմ Երևանում, մասնակցում եմ արցախցիների հետ, որպեսզի Արցախը օգնեմ հետ բերենք։ Մենք